Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Սիրով ուզում եմ ներկայացնել իմ այսօրվա հյուրին, Սայաթ Նովայի անվան վաստակավոր աշխուղական կոլեկտիվի նախկին մենակատար Դավիթ Շեկոյան։ Ողջույն Դավիթ ջան։ Անեցի նստիր, Բարև Դավիթ ջան։ Ողջույն ձեզ, Ոնց ես։ Փառք Աստծո, լավ, դուք ինչպես եք։ Լավ, ուրախ եմ, որ դու այսօր իմ հյուրն ես, քո մասին ես լսել էի վաղուց, գիտեի, որ sense մի հատ լավ երգիչ կա այս համայնքում, ու այսօր ես սիրով քեզ հրավիրել եմ մասնակցելու իմ հաղորդմանը։ Կպատմես մի փոքր քո մասին։ Շատ հակիրճ։ Այո։ Ես Դավիթ Շեկոյանն եմ, սովորել եմ Երևանի Մուրացյան փողոցի Երևանի համայնքի 49 միջնակարգ դպրոցում։ Այնուհետև արդեն սկսել եմ երգել, ամուսնացել եմ, ունեմ 2 բալիկ, 2 աղջիկ, արդեն մեծ աղջիկներ են։ Սկսել ես երգել, այսինքն դու կրթություն չունես երաժշտական։ Որպես կոնսերվատորիական կրթություն չունեմ, բայց առանձին մասնավոր ունեմ։ Քեզ հրավիրել են, թե դու գնացել ես, դիմել ես ու վերցրել են, Սայաթ Նովայի անվան աշխուղական։ Դա մի փոքր երկար պատմություն է, պարոն Ղազարյան, ես երեխա հասակից որ երգում էի, հաճախում էի Ջիվանու անվան աշխուղական դպրոց, որի հիմնադիրը մեր վարպետը սիրելի պարոն Թովմաս Պողոսյանն է։ Այո, իմ լավ ընկեր է։ Այո։ Որոշ ժամանակ հետո արդեն դուրս եմ գալիս Ջիվանու անվան աշխուղական դպրոցից, հաճախում եմ թատերական խմբակ, որպեսզի ավելի բեմի հետ կարողանամ ավելի հանգիստ լինեմ այս կերպարի մեջ։ Արդեն ամուսնանալուց հետո, ձայնի մուտացիոն շրջանը անցնելուց հետո սկսեցի երգել նորից, ինձ աշակերտ վերցրեց Մխիթար Քեցյանը, իմ վարպետը, որի մոտ մի քանի տարի աշխատելուց սովորեցնելուց հետո արդեն 2013 թվականի սեպտեմբերին պարոն Պողոսյանը ինձ հրավիրեց աշխատելու Սայաթ Նովա երգի վաստակավոր անսամբլում։ Ու որպես մենակատար։ Որպես մենակատար։ Հյուրախաղեր բան ունեցել եք։ Այո, Հայաստանի շրջաններով, մարզերով, թե դրսում էլ։ Հայաստանի շրջաններով, Արցախում, նաև բոլոր քաղաքներում համերներ ենք ունեցել, նաև Եվրոպայում, մինչև Սիդնեյ, Ավստրալիա ունեցել ենք համերներ։ Որ թվականից ես դու այստեղ։ Մոտ 2 տարի, 23 թվականի։ եկել եք, հա։ Այո, դեկտեմբերին կլրանա 2 տարին, որ այստեղ եմ։ Եկար բալիկների հետ, կնոջդ հետ միասին։ Այո։ Երեխաներդ ինչով են զբաղվում, մեծ են տարիքով։ Մեծ աղջիկս շուտով 17 կլրանա արդեն, սովորում աստեղ high school են ասում, չէ, բարձր դպրոցում։ Փոքր աղջիկս 12 տարեկան է, ինքն էլ այդ միջին դպրոցում է դեռ սովորում։ Կան իրանց մեջ էլ կան երգելու այդ ունակությունները։ Մեծ աղջիկս սիրում է երգել, ավելի հայկական, փոքր աղջիկս սիրում է պարել երգել, բայց ավելի փոփ երաժշտություն, որը չեմ հասկանում ես, ճիշտն ասած։ Դու Լոս Անջելեսում հրաշալի մի ժողովրդական գործիքների նվագախումբ կա։ Այո, լսել։ Ինչի քեզ չեն հրավիրել, չես ուզում գնաս այնտեղ երգես, աշխատես, ասեն։ Դե չգիտեմ, ճիշտն ասած մի քիչ այդ անսամբլային վիճակը արդեն որ դուրս եմ եկել, 2 տարի արդեն ներողություն, դուրս եմ եկել մի փոքր հետ եմ վարժվել, չգիտեմ, միգուցե հետագայում հիմա մի փոքր ուրիշ աշխատանքներով եմ զբաղված։ Փորձենք։ Երբեք մտքովդ անցել է երբևէ, որ ասեք մի 2 հոգով մի հատ համերգ կազմակերպեք ու երգեք։ Համերգ տակ։ Չէ։ Մտքովդ չանցել, բայց ինչի փաստորեն քո մեջ գնալով հերվանում է քեզնից, դու էլ երգից։ Ես չեմ թողնում որ հերվանա, որովհետև ես ամեն օր երգում եմ, բայց դե համերգ կազմակերպելը մի քիչ ինձ Ամեն օր որտեղ ես երգում։ Ես իմ համար։ Տանը երգում ես, այսինքն, հա։ Աշխատանքի վայրում։ Իսկ հարսանիքներ բաներ գնում ես երգում։ Փորձեր եղել է, հրավերներ եղել է մի քանի, բայց քանի որ ստեղ շատ չեն սիրում առիթներին այդպես երգեր, սիրում են ուրախանալ, պարել, իսկ այդ մեր ժողովրդական աշխուղական երգերի տակ չեն կարող պարեն։ Մենակ դու աշխուղական ու ժողովրդական երգեր ես։ Ոչ միայն փորձում եմ էստրադային ժանրի, որպեսզի նաև ուրախացնեմ, այսինքն երգի կարողանամ պարել, փորձում եմ։ Բայց դեռ հրավերներ չունենք, ցավոք։ Դե չգիտեն քո մասին։ Այո։ Իմանամ, դի ճանաչեն, պետք է լսեն քեզ, որ միտեղ որ սկսեն հրավիրել, կանչել, տես դու տանը երգելով քո համար
Ոչ մեկ քո մասին չի։ Համաձայն եմ, բայց այսօր մենք ունենք հնարավորություն հեռախոս, որի միջոցով կարող ենք ձայնագրենք, նկարենք եւ տեղադրենք սոցիալական ցանցերում, որը ավելի այդ ճանապարհով դու երկերդ կողմ։ Իհարկե, իհարկե։ Եվ հետո ինչ բաներ կան։ Լավ արձագանքներ կան, դիտումներ կան, մեկնաբանություններ կան, որը շատ կարեւոր է։ Կոնե դա անում ես լավ է։ Հա, իհարկե։ Հիմա այսօր ինչով ես դու զբաղվում։ Այ շատ բարդ հարց է, որտեվ այսօր գրեթե փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք մեր ոնց-որ ընտանիքի համար հաց բերել այս ձևաչափի մեջ։ Տարբեր աշխատանքներ են կատարում, շինարարական կամ չգիտեմ։ Ոչ ստաբիլ, պարոն Ղազարյան։ Շինարարական, այսինքն լավ արհեստ ունես նայել։ Ես, եթե խոսենք արհեստներից, ես երեխա ժամանակվանից կարում էի հագուստ, դերձակ, այո։ Ավելի շատ պայուսակներ, սենց ինչ-որ արհեստով կարի։ Այդ գործով էի զբաղվում, այդ մասնագետը, խոհարարի մասնագիտություն էլ ունեմ, սովորել եմ, բայց հետո արդեն որ երգը տարավ ինձ իր հետ, տենց հետին պլանում թողեցի, ամեն ինչ։ Գիտեք, ու ճիշտ ես անում, որ աշխատում ես, պապարապ նստեիր տուն ինչ անես, երկով չես զբաղվում, մի գործ էլ չաներ, բոկո երկու հրաշալի բալիկներով էր պահողը։ Այո։ Այդ շատ լավ է, տղամարդը երբեք չնստի տունը ու երազի ելնեք փող կար։ Ամեն դեպքում ես չեմ ամաչում աշխատանք կատարելուց, ցանկացած քո վիճակից, ով էլ լինես, դու մարդ ես, որ պետք է ապրես։ Մարդիկ ամեն ինչ անում են, մինչև ոտքի կանգնեն, դու առել ընդամենը 2 տարի ես տեղ, ու բնական է, որ պետք է շատ բաներ փորձես, մինչև քոնը գտնես, ճիշտ, բայց երկդ մի թող։ Երկդ մի թող, որտեղ ես ինքս անձամբ քեզ չեմ լսել, բայց լսել եմ, որ քո մասին լավ կարծես, որ շատ սիրուն ես երգում։ Շնորհակալ եմ։ Ու շատ հետաքրքիր ձայն ունես։ Ինքդ երկեր գրում ես, Դավիթ։ Չէ, անկեղծ փորձեր ունեցել եմ մի քանի, դե ես ինչ մտածում եմ արդեն աշխուհական տաղաչափության մեջ եմ մտածում, որովհետև Սայաթ-Նովա, Ջիվանի, Շերամ, Աշոտ, Մահոբի Գևորգ լսող երգիչը մարդը չի կարա ուրիշ բառեր ստեղծի իրականում։ Փորձեցի զգացի, որ գեղեցիկ չի, դրա համար։ Ես իմ գործը չի ասի։ Հա, ես իմ գործը։ Ես ավելավ է երկեմ թող աշողները գրեն։ Ամեն մարդ թող զբաղվի իր գործով։ Հա, ճիշտ է, շատ ճիշտ է։ Քեզ հաջողակ մարդ համարում ես։ Ինչ ճանաչողներն ասում են, որ ես հաջողակ եմ, պարոն Ղազարյան, բայց ես դեռ չեմ հասկացել, եթե անկեղծ։ Ինձ ասում են, որ ես հաջողակ եմ, բայց ես չգիտեմ։ Ամեն մարդ իր օրը ունի, ամեն մարդու համար իրանը կգա, իր դուրը կբացվի, մնում է, որ իսկապես փորձես, անես, մտածես, ոչ թե նստես ու երազես, դեն շատ մարդիկ կան։ Նստում ու երազում են էլի այդ բանը, այսքան փողեր, այսքան էին կան։ Մյուս մարդիկ էլ մտածում են, ինչ անեմ, որ այսքան փող ստեղծեմ ու այս բաներն անեմ, այս երկրորդ ամենաճիշտն է։ Այնպես որ տեսնում եմ, որ դու ամենտեղ ձեռքդ գցում ես, որպեսզի հասնես քո նպատակին, դու անպայման կգա, քո օրն կգա, այնպես որ մի հուսալի, ամեն ինչ լավ կլինի։ Լավ։ Իսկ երբևէ ասենք մտածել ես դիսկ ունենալ, դիսկ անել։ Հիմա լո կարելի ասենք դա անել, բայց չնայած գիտեմ, որ դա էլ ֆինանսների հետ է կապված։ Բացի ֆինանսների հետ կապված, այսօր ընդհանրապես աշխատում ենք YouTube տեղադրել մեր երգերը, այսինքն եթե ձայնագրություն անում ենք, տեղադրում ենք YouTube, ցանկացողները մտնում են մեր YouTube-յան ալիքը եւ բոլոր երգերը կարողանում են վայելել մի տեսակ այդ ավելի հետ ժամանակներին բնորոշ։ Եղավ, լավ, հիմա ավարտվեց մեր հաղորդման առաջի մասը, մենք ասենք գովազդի, որից հետո Դավիթ ջան կշարունակենք մեր զրույցը իրար հետ։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը մեր Դավիթ Շեկոյանի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Դավիթ Շեկոյանի հետ, երգիչ, որը երգել է Սայաթ-Նովայի անվան վաստակավոր աշխուհական կոլեկտիվում, եղել մենակատար այդ կոլեկտիվի, որի ղեկավարն էր իմ լավ ընկեր, իմ լավ բարեկամը, ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը։ Ամեն դեպքում դու մտադրություն ունես, քո դե գործիքավորման տաս որևէ քո սիրած երգերը, քո սիրած աշխուհի ու գուսանի գրած, ասենք ունենաս նոր երգեր, նոր ձայնագրություններ։ Իհարկե, քանի որ մեր աշխուհական երգերը շատ են եւ ոչ բոլոր երգիչներն են կարողանում բոլոր երգերը կատարել, երգել, բահի օրինակ, երբ որ ցանկություն ես ունենում տրամադրության հետ կապված, չէ, երգերն էլ ունեն տրամադրություն։ Այո, իհարկե։
Տրամադրության տակ մի երգ եմ երգում, օրինակ Աշուղ Աշոտից, զգում եմ, որ այդ երգը շատ սիրեցի ու ոնց որ ինձ համար գրած լինի այդ երգը։ Հիմա տես մի երկու երգի վրա աշխատում եմ, որ նոր գործիքավորում անենք, նոր շունչ տանք երգին, բայց պահպանելով իր ամբողջական կառուցվածքը, թե տեքստը, թե մեղեդին, որ չպետք է փոփոխվի անպայման, որտեղ շատ կարևոր է դա։ Դե լավ, հիմա մենք այսօր շատ խոսացինք քո մասին, քո երգերի մասին, քո կատարումների մասին, որտեղ ես երգել, ով ա եղել ղեկավար այդ բան։ Հիմա մենք կարող ենք որևէ երգ ունկնդրել քո կատարմամբ։ Սիրով, մեծ սիրով ես կերգեմ ձեզ համար Պարոն Ղազարյան ջան եւ մեզ դիտողների։ Ուզում եմ երգեմ Աշուղ Ջիվանու սիրահարված երիտասարդի երգը կամ այսպես ասած վառա վառա։ Դե մի հատ վառի մեզ։ Ես քեզ տեսա մեջ այգու աղջոտ վտարով ինչպես թրջում սրտի սաստիկ դուր եկար դու աղ իմ սիրական անու սիրական վաղ կյանքիս հատորը Սաննաման վառա վառա ես վառա կրակի ճարակ դարա հանգստություն չունեցամ ինչիմ կարոտը շառա վառա վառա ես վառա կրակի ճարակ դարա հանգստություն չունեցամ ինչիմ կարոտը շառա Հանգստություն չունեցամ ինչին կարոտը շառա վառա վառա ես վառա կրակի ճարակ դարա հանգստություն չունեցամ ինչին կարոտը շառա Բրավո Ներկայություն Բրավո, շատ լավ էր, չէի պատկերացնում, բայց շատ լավ էր, իսկապես, բայց այնքան կարճ էր, որ այդքան էլ բան չհասկացա։ Շատ սիրուն երգա դե պարզ է, ու շատ սիրուն էլ կատարեցիր, բայց կարճ էր։ Հնարավոր է մի երգ էլ կատարես։ Խնդիր չկա, ես այսօր ասում եմ կարճ է երգը, որ երկու հատ երգ երգե այսօր։ Դե գնացինք, լսենք մյուս երգը, մյուս կատարումը։ Սիրով։ Դավիթ ջան, շատ ապրես, որ իսկապես մեր աշխուղական ու կուսանական երգերը պահպանում ես, առաջ ես բերում ու դու շատ շուտ պետք է անցնես քո գործին, նոր էլի այդ երգերը վերցնես, աշխուղական են քիչ հնչած երգերը, լավ գործիքավորման տաս ու անպայման երգես, որ նախ քո մոտ շատ սիրուն ու գեղեցիկ է ստացվում եւ երկրորդը ափսոս են, այդ երգերը գնում են ու կորում են։ Ափսոս են, հազար ափսոս։ Շատ շնորհակալություն այդ կատարման համար, շատ հավանեցի, շատ սիրեցի, շատ սիրուն էլ ներկայացրեցիր։ Դե այժմ նորից անցնենք մեր գովազդին, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակենք այս հետաքրքիր ու լավ զրույցը Դավիթ Շեկոյանի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Դավիթ Շեկոյանի հետ։ Մարդ, որի հետ նոր եմ ծանոթացել ու շատ հետաքրքիր երգիչ է իր։
յուրահատուկ երգիչ, ունի իր ոճը, իր կատարման մատուցման ձևը։ Դավիթ ջան, քո ժանրում կա մի որևէ աստղերի մեջ մարդ, երգիչ, որից դու ոգևորված որոշեցիր, որ հենց հատկապես ժողովրդական ու ուսանական երգեր դու երգես։ Ունես մեկը, որի ոնց որ դու իրենից ոգևորվեցիր։ Իհարկե, դե երեխա ժամանակ, արդեն մանուկ ժամանակ, երբ որ սկսում ես երգել, ինչ-որ մի բան բերում է դրան, որ դու սիրահարվում ես երգին։ Ես սիրահարվեցի երգին Սայաթ Նովա ֆիլմից, որի մեր հրաշալի Նորայր Մնացականյանի ձայն էր հնչում Սայաթ Նովայի կատարումներով։ Շատ սիրեցի Նորայր Մնացականյանի կատարումները ու փորձում էի նույնիսկ նմանակել ձայնը։ Քանի Վուրջանիմ կամ Թամամ Աշխարհ ֆիլմի հետ, ֆիլմը որ գնում էր, ես հավասար երգում էի երգերը, Բլբուլի հիդը, որ երգում է սկզբում։ Հետո արդեն, որ սկսեցի արդեն պրոֆեսիոնալ ձևով վերաբերվել երգին, երգերը լսում էի սովորելու համար մեր լեգենդար Ռուբեն Մաթևոսյանի կատարումները, Ին վարպետի Թովմաս Պողոսյանի կատարումները, Նորայր Մնացականյան, Հովհաննես Բադալյան, բոլոր մեր երգիչները, ովքեր պրոֆեսիոնալ մեր երգերը հնչեցրել են, պահել են եւ այսօր իրենց կատարումները մնում են։ Այսինքն դու իրանցից ես ոգևորվել ու անցել ես գործին։ Իսկ այսօրվա, ասենք, այսօր չկան աշխուղական ուսանական երգեր ժամանակակից մեր երիտասարդներ կամ միջին սերունդի չկան, որոնք քեզ դուր են գալիս։ Ասեմ, Վարուղ Ազարյան ջան, այսօր մեր անսամբլում, որ ես աշխատում էի, Սայաթ Նովա աշխուղական երգի վաստակավոր անսամբլում, մեր երգիչները, ովքեր ուզում են աշխուղական երգեր սովորեն, որպես օրինակ վերցնում են նաև մեր անսամբլի կատարումները, որոնք իրենց համար օրինակ են, այսպես ասած։ Ես էլ մեր անսամբլում եմ ունեցել օրինակներ, նույն Ին վարպետից, Մխիթար Քեցյանից, Թովմաս Պողոսյանից, մեր երգիչներից, ովքեր երկար տարիների արդեն վաստակ ունեն անսամբլում, այո։ Բոլորի անունները չթվարկեմ, բոլորն էլ օրինակ են եղել եւ իրենց խորհրդով, իրենց ուղումներով ինձ օգնել են ճիշտ երգել։ Լավ, դու մենք պայմանավորվել ենք, որ իրական պատմություններ պետք է պատմես, չէ՞։ Իհարկե, պատմություններ հետաքրքիր ներկայացնելու պես։ Իհարկե, սիրով։ Խնդրեմ։ Այս պատմությունը, որ պետքա պատմեմ, ավելի թարմ է, քան նա, որ պետք է հետո ներկայացնեմ։ Անսամբլով 23 թվականներ, ամառվա ամիսները գնացել ենք Ձյումեն համերգի։ Ռուսաստան, հայկական եկեղեցի բացմանն է մեծ շուքով, նշում էր, բացումը արեցինք, երգեցինք, եկեղեցու բակում, հետո արդեն ռեստորանում։ Հաջորդ օրը արդեն հետ ենք վերադառնում Երևան։ Ինքնաթիռի մեջ ենք, արդեն ժամը լրացել է, որ պետքա վայրեջ կատարենք մեր օդանավակայանում, Զվարթնոցում եւ լսում ենք բորտ ուղեկցորդուհու ձայնը։ Ռուսերենով իհարկե, բայց ես հայերեն կասեմ։ Մենք վայրեջք ենք կատարում Բաքու, Ադրբեջան։ Ու պատկերացնում եք ինքնաթիռի ժողովրդի ռեակցիան հենց առաջինը, որ ոնց Բաքու ենք ժամանում ենք, Երևան ենք գնում։ Անցավ այդ շոկից, անցավ 1 կամ 2 րոպե, նույնիսկ չեմ հիշում, ներողություններ չխնդրեցին, ասացին մենք սխալվել ենք, Երևան ենք վայրեջք կատարում, Հայաստան։ Բայց այդ 2 րոպեն հերիք էր, որպեսզի մարդիկ արդեն պատկերացնում ենք, որ մենք իջնենք Ադրբեջան, մեր հետ ինչ ա լինելու, էլի։ Ունես էլի պատմություն։ Իհարկե։ Նորից անսամբլի հետ կապված այս պատմությունը համերգներով Բեյրութում ենք, Լիբանանում, Բեյրութում ու գնում ենք Զմարի վանքը, չգիտեմ ովքեր եղել են կփաստեն, որ գտնվում են բարձրունքի վրա, որ բարձրանում ես արդեն Զմարի վանք, ամպերը ծածկած են, ես թվում եմ առախուղի մեջ է վանքը, այդ շատ բարձր ու աստիճաններ պետք է հաղթահարենք բավականին երկար, դե քանի որ Զմարի վանքում պետք է փոքրիկ ելույթ ունենանք, մեր նվագողներից մի աղջիկ ունենք, Իզան, որը ցիմբալ է նվագում, դե պետքա գործիքը վերցնի, քանի որ աղջիկ է, ծանր գործիքը չի կարող այդ աստիճանները բարձրացնել, ես վերցրեցի գործիքը ու բարձրացանք այդ աստիճանները, ահագին երկար մեր կասկադի աստիճանների երևի 3 անգամ շատ ահագին ծանր այդ գործիքը քաշ տալով պարոն Ղազարյան բարձրացանք վերև, հետո նստեցինք ճոպանուղի։ Այդ
մեծ գործիքը տեղավորեցինք փոքր այդ ճոպանուղու մեջ, բարձացանք վերև, արդեն դե մտածում ենք ծանր է այս ճոպանուղին, միջերկրական ծովը հետևում է։ Բարձացանք վերև արդեն գործիքը սենց դրեցին գետնի, որ մենք փառքով այս գործիքը հասրեցինք ստեղ, մեկ է տեսնենք այն ավտոբուսը, որ իջացրել էին գործիքը, եկավ սենց սիրուն կանգնեց սենց մեր դիմացը։ Այդ ժամանակ մեր դեմքը որ ինչ էինք արել։ Իսկ անեկդոտ կպատմես, Դավիթ ջան։ Պարոն Ղազարյան ջան, անեկդոտները ես շատ եմ սիրում իրականում, սիրում եմ պատմել, սիրում եմ լսել, բայց մանկության տարիներին ձեր պատմած անեկդոտներն եմ ես շատ լսել։ Լավ, մեկը պատմեք։ Վստահ եմ դուք լսած կլինեք այդ անեկդոտները։ Ես եմ պատմել, ուրեմն լսած կլինեք։ Հա, դե ինքան շատ եք լսել, մոռացած կլինեք, կարծում եմ։ Քանի որ ես նաև ֆուտբոլասեր եմ, մի տենց սիրուն անեկդոտ կա ֆուտբոլի հետ կապված, փորձեմ այդ պատմել։ Մեր եղբայրական ժողովրդի եզդի մարդը առաջին անգամ գնում է մարզադաշտ ֆուտբոլ նայելու։ Ոգևորված զարմացած տեսնում է 30,000 հանդիսական նստած իրան են նայում։ Ոյ ասում ցավը տոնեմ ասում իրնիկի սկան գլուխ ողջար ունենայի։ Կողքից մի հայ լսում է, ասում է, ի՞նչ ես խոսում, չես ամաչում այդ տղա։ Հեսա քեզ ես կվռնեմ ու քսens քշպրտեմ ներքև մարզադաշտից ներքև։ Ես նայում եմ, օրոսից քու նման մի ադե դուխով շուն ողբեր ջան։ Իլ բան չի ուզի։ Ապրե շնորհակալություն Դավիթ ջան, մեր զրույցը ավարտվեց, մնում է շնորհակալություն այդտեն որ եկար եւ ցանկանում եմ սրտանց որ անպայման դու շարունակես այդ մեր կգուսանական եւ աշխուհական երգերը պետք է պահպանվեն նոր ձայնագրություններ, նոր գործիքավորումներ անպայման շատ հասկանալի շնորհակալ գործ ես անում։ Միշտ որ հանդիպում կհրավիրես քո ամերգին կգանք ու շնորհակալ եմ, ես եմ շնորհակալություն։ Հաջողություն։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն էր երգիչ Դավիթ Շեկոյանը, իսկ այժմ անցնեմ մեր հաղորդման վերջին խոսքերին։ Երանի թե քիչ լինեի, երբ լացեին բոլորը, ես կժպտայի չէի զգա ցավը։ Չէի զգա ցավը այս ցավերով լի աշխարհում։ Պարուշ Սևակ։ Միշտ որ հանդիպում բարեկամներ, բարի գիշեր ձեզ։ Պարոն Ղազարյան ջան, ես ինչ բարձր տրամադրությունն է։ Դավիթ ջան, ես 1000-ից մեկ եմ սենց լիաթոքցի ցավում, մի հատ անեկդոտ եմ հիշել ուղակի։ Այ կպատմեք, մենք էլ լսենք։ Պատմեմ Դավիթ ջան։ Ուրեմն ես ամռան շոկին մեկը հոգտած, տանջված գալիս է տուն։ Շոկին ես։ Տեսնում եմ կինը ինչ-որ տղամարդու հետ, ես նայում ասում եմ։ Երդեք ձեր հավեսին։